Ողջույն, ես Լիա Համբարձումյանն եմ, սովորում եմ միջին դպրոցի 7-4 դասարանում։ Ես հիմա մի փոքր կխոսեմ ձկնորսություն, անտառային տնտեսություն եւ որսորդություն թեմայով։ Ինչ տարբերություն կա նյութական արտադրանքի ոլորտների եւ ձկնորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև։ Նյութական արտադրանքը մարդուն տալիս է տարբեր նյութեր արտադրանք տալու համար։ Հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը եւ անտառային տնտեսությունը մարդուն մատակարարում են բնությունից վերցված նյութական բարիքներ, բայց կազմակերպվածությանը տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն։ Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության որ ճյուղին վերականգնել գործունեության այդ տեսակները։ Ակնհայտ է, որ դրանք իրենից բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը։ Դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը եւ անտառային տնտեսությունը դիտվում են որպես գյուղատնտեսությանը հարակից գործունեություններ։ Ինչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը եւ այդ բարիքները տնտեսության որ ճյուղն են օգտագործում։ Հայտնի է, որ մարդու համար մեծ է անտառի տնտեսության նշանակությունը, հատկապես մեծ է փայտանյութի ձեռքբերման գործում։ Սակայն մարդու համար դրանից ոչ պակաս կարևոր է նաև անտառի դերը պտուղների, հատապտուղների, սերմերի, սունկերի, հավաքման վայրի մեղուների, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի, մթերման, գազանների և թռչունների որսի բնագավառներում։ Դրանից մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում։ Անտառի շուրջ 6000 բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ օրինակ բրազիլիական ամազոնային ավելի քան 1,5 միլիոն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը Եվեյայից ստացող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը։ Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր։ Օրինակ Հնդկաստանում տարեկան հավաքում են մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր։ Ինչ հետևանքներ են թողնում ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա։ Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70%-ը աղետալի վիճակում են։ Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագեցվող և միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են։ Այդպիսիք են օրինակ Սև, Դեղին, Արևելաչինական, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը։ Որսորդությունը նույնպես մարդու գործունեության հնագույն բնագավառներից է և հայտնի է գրեթե բոլոր ժողովուրդներին։ Այն զբաղվում է կենդանիների անցյալում այն զուգակցվել է հավաքչության, ձկնորսության, իսկ ավելի ուշ երկրագործության և անասնապահության հետ։ Որսորդությունը անասնապահության հետ միասին բնակչությանը լրացուցիչ մատակարարում է միս, կաշի և մորթի։ Այսքանը, ցտեսություն։